Բարև ձեզ, սա կոդքասթն է, այսօր իմ հյուրն է մեր Անգելինան ուսանող, ով արդեն երկար ժամանակ է սովորում է ծրագրավորում և այսօր կխոսենք իր հետ, կկիսվի իր պատմությունով, իր անցած ճանապարհով։ Անգելինա ջան, ողջույն։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ հրավերի համար, ուրախ եմ գտնվել այստեղ։ Ես էլ շատ ուրախ եմ Անգելինա ջան։ Անգելինա ջան, արի սկսենք ամենասկզբից, խոսենք քեզանից, քո անցած ճանապարհից։ Ես գիտեմ, որ դու ծրագրավորման մեջ որքան ես խորացած, նաև այլ տարբեր բաների մեջ ես կյանքում, արի մի փոքր պատմի քո մասին, քո անցած ճանապարհի եւ անցնող ճանապարհի մասին։ Լավ, դեպքում ես էլ սկսեմ սկզբից, սկսել եմ մանկավարժությունից, անցել հաշվապահությունով ու եկել ծրագրավորում, կարծում կանգար կայանեմ այստեղ։ Դեպքում այլ վարդականի քննության եմ գնում դրա համար կանգար կայանում ասեցի կարողանում ենք համատեղել եւ քայլ առ քայլ քայլում եմ առաջ դեպի վերջնակետ ծրագրավորման վերջ։ Ապրես։ Ու ես էլ քեզ շնորհակալ եմ, որ դու այդ ճանապարհում որպես ուղեկից ընտրել ես մեզ Անգելինա ջան։ Սրտան շնորհակալություն քեզ։ Ես էլ եմ շնորհակալ, որ ինձ ուղեկցում եք ու հասցնում իմ նպատակին։ Անգելինա ջան, լինելով դասախոս, ինձ մանկավարժ, որ ասացիր, քո անցած ճանապարհի մասով մի անգամից հետաքրքրեց։ Այսինքն սովորել ես Խաչատուր Աբովյանի, այդ ճանապարհով անցել ես ու ինչ մասնագետ ես, այսինքն հայերեն, ռուսերեն։ Ռուսաց լեզվի եւ գրականության, այո, ուսուցչուհի։ Ապրես։ Իսկ օրինակ ծրագրավորումից դուրս ռուսաց լեզուն քեզ պետք գալիս է թե չէ կամ քո այդ կտորը ինչ որ դու անցել ես։ Իհարկե առօրյա կյանքում մեզ բոլորիս ռուսերենը հարկավոր է։ Հետո ինչքան ասում լեզու գիտես, այդքան մարդ ես, իսկապես տենց է։ Իսկ օրինակ մտածել ես քո կյանքում փուլ եղել է, որ օրինակ մտնես դպրոցում դասատու աշխատես ռուսաց լեզվի։ Հա, երեխաների հետ միշտ էլ հետաքրքիր է, ինչ են մտածում, ինչ են իրանց երևակայությունը, իսկապես շատ հետաքրքիր է ու նույնիսկ հիմա մտածում եմ, որ կարող է կյանքս ինչ-որ փուլ գա, ասեմ լավ, այդ բոլորը մի կողմ, ես գնամ գոնե 2 տարի, հասկանամ այդ ինչ է։ Հասկացա։ Դե հույս ունեմ ծրագրավորումը քեզանից լավ իմաստով այնքան ժամանակ կտանի ու այդ ամեն ինչ այնքան արդարացված կլինի, որ դու չես գնա այդ կողմ, բայց հա, ինչի՞ չէ նաև կարելի է թե օրինակ մենք ծրագրավորման դու ինչ որ քո կյանքի փուլում կարող ես ռուսաց լեզվից եւ այլն այդ գիտելիք տալը ինքը ամենայն ոսկի բաներից մեկն է այս կյանքում, հենց որը բարենա թող էլ լինի։ Անգելինա ջան, դու այսքան ժամանակ որ սովորում ես ծրագրավորում, ես կուզենամ քո կողմից դու մեկնաբան ես ծրագրավորումը, հա, հեշտ է, դժվար է, լավ բան է, վատ բան է, քո կողմից դու ինչ կարծիք ունես ձևավորած ծրագրավորման մասին։ Կարծում եմ ծրագրավորումը կարելի է հակիրճ ցենց ձևակերպել խարակտեր, այսինքն ինքը ձևավորում է մարդու մեջ ուժեղ կամք, իսկապես պետք է ունենաս այդ բնավորության բոլոր գծերը կամ ձևավորես բնավորության այդ բոլոր գծերը, որ դու հասնես քո նպատակին ընդհանրապես ամեն ինչում, իսկ ծրագրավորումը առավել եւս, որ կարդաս, սովորես, փնտրես, գտնես, չիմանաս, չամաչես, հարցնես բոլորին, ոչ միայն մեր ուսուցչին, էլի, բոլորին Օրինակ դու նաև ընդունում ես, որ ինքը մի տեսակ իրոք դարի մասնագիտություն է ծրագրավորումը։ Իհարկե։ Ու ոնց որ նայ, ոնց որ ինքը լինի արևը, ու իրանից բխող շատ ցենց շողեր կան, հա, ցենց ասած, կարևորը այդ արևին տիրապետելն է, ցենց ասած, որ այսօր դրանից հետո արդեն գալիս են մի շարք ճյուղեր, ոնց որ ինքն ամենատակի դաշտը լինի, որից հետո նոր սկսում է զարգանալ։ Ես շատ հետաքրքիր քո պատասխանը, սենց մի հատ հարց կես տամ, սենց բան ասեմ, որ ասացիր խարակտեր լրիվ իրականում ընդունում եմ, կամ պիտի ի սկզբանե մարդու մեջ լինի, կամ եթե չէ, գոնե մարդ իր մեջ պիտի այդքանը դաստիարակի, չէ՞, այդ կամքի ուժը, այդ ամեն ինչը, ես էլ ամենասկզբում երբ որ նոր ես ամեն ինչի մեջ մտնում, Անգելինա ջան, անկեղծ շատ դժվար էր փորձել ժամերով կոմպյուտերում նստել, այդ
այդ process-ի մեջ մտնելը, բայց դա այդ ամեն ինչը ոնց որ դաստիարակելու բանը։ Դու քո մեջ պիտի ոնց որ հասունացնես, աճացնես։ Այո, իսկապես զոհի դերում չլինենք, բայց իսկապես դիմանալ մեջքի ցավերին, գտնել հարմար դիրք, որ ժամերով նստես, խորանաս ու չմտածես, որ այդ դիրքը հարմար չի, ամենատարրական բաներն էլ կարևոր են, որ կարողանաս կենտրոնանաս ու բոլոր ամեն ինչից քեզ շեղես, ասես չէ, գիտեք, ես այսօր ձեր հետ չեմ գալիս սրճարան, որտեվ շատ բաներից քեզ զրկում ես, այո, ինչ-որ առիթներ, ընկերներով հավաքվել եւ այլն, գալիս եմ այդ կյանքում այդ փուլ, բարձ բուն իմաստով քեզ կտրում ես ամեն ինչից, որ ինչ-որ բանը հասնես։ Ընկեր Գագիկ, ձեզ մի հատ հարց տամ, փորձենք հասկանանք ինչ են ծրագրավորման լեզուները այսքան շատ եւ ինչպես կողմնորոշվեն սկսնակները, որից սկսեն։ Անգելինա ջան, ասեմ թե ինչ են այդքան շատ, տես, ունեք երբ որ պրոյեկտ ա լինում, ինչ-որ մի բանի վրա աշխատում են մարդիկ, նախ քննարկում ա լինում, թե ծրագրավորման որ լեզուն կամ լեզուներ օգտագործեն, օրինակ կարող որոշվի էսկատորը կանի ծրագրավորման այս լեզուն կամ այն լեզուն, կամ գիտես կան ծրագրավորման լեզվի գրադարան, ֆրեյմվորքներ, օրինակ կարող է որոշվի, որ այս իրավիճակում ծրագրավորման այսինչ լեզուն կամ այսինչ լեզվի, այսինչ ֆրեյմվորքը ավելի լավ այդ կտորը այդ հարցը կլուծի, այսինքն միշտ սենց է եղել, ոնց է զարգացել, հա, եկել է ինչ-որ մի հատ իրավիճակ, ինչ-որ չափով այդ հարցին լուծումը տրվել, հետո ավելի լավ լուծում են գտել, անցել են դրան, հետո ավելի լավ, դա նույնն է, ոնց որ օրինակ ասենք, նո համարենք ամենավերջի iPhone-ը լավն է, կամ համարենք ամենավերջի մեքենան լավն է, ամենասկզբում տենց չի եղել, հեռախոսը, մեքենան, ամեն ինչը, չէ, ցանկացած բան։ Նույնը ծրագրավորման լեզուն, այսինքն ինչ-որ մի բանով սկսել են, զարգացել են, հասկացել են, այստեղ կա խնդիր։ Ու այդ խնդիրը լուծել են ինչ-որ գրադարան ստեղծելով, կամ ֆրեյմվորք ստեղծելով, կամ թազա լեզու ստեղծելով։ Ու տես բացվել ու մինչև հիմա բացվում է։ Ու մեծ հաշվով պիտի բացվի։ Լինում է պահանջարկ, ստեղծվում է նոր լեզու։ Այո։ Իսկ թե ինչից սկսեն, Անգելինա ջան, իրականում այն մարդը, որ դեռևս զրոյական գիտելիքով է, հա, օրինակ անկեղծ մեր մոտ իրոք գալիս են մարդիկ նույնիսկ, ասենք կարող է ստեղնաշարի տեղերը չիմանան, կամ մեր համար լրիվ ընդունելի է, դեռ մենք զրոյից ենք սովորացնում։ Բայց եթե այդ մինիմալը գոնե գիտի համակարգիչ, այնտեղ պապկա ֆայլ ստեղծել գոնե այդ մակարդակի, դե գոնե պետքա մարդը սկսի ցանկալիա սկսի ֆրոնտ-էնդի կողմից, նույն ինքը դե գիտես այնտեղ HTML, CSS, JavaScript, իհարկե հենց թեկուզ մեր մոտ լինում է որ back-end-ից ենք սկսում, կլինի Python, կլինի մի խոսքով չթվարկեմ այդ ամբողջը, շատ են, բայց ամենահարմար մուտքը ծրագրավորման աշխարհ HTML CSS-ից, որ ամեն դեպքում մարդը դեռ ծրագրավորում չանի, դե գիտես HTML CSS-ը ծրագրավորման լեզուներ չեն, մի քիչ ոնց որ ինքը թաթախվի այդ ամեն ինչի մեջ, մի քիչ աշխատի, այդ քո ասացի պես կոմպյուտերը նստի, հոգնի, այդ իրան զրկանքների մեջ անցնի, նոր անցնի արդեն ծրագրավորման լեզվի, ու որպես առաջի լեզու ես խորհուրդ եմ տալիս JavaScript-ից սկսելը։ Կմնաք հետո JavaScript-ի մեջ իր ճյուղերով ավելի ոնց որ կբացվի ձեր գիտելիքները թե չէ, ամեն դեպքում JavaScript, հետո նոր անցում լինի ուրիշ ծրագրավորման լեզուներ։ Պատասխանեցի։ Այո, կարծում եմ պատասխանեցինք շատ-շատերի հարցին։ Գերգագիկ մի հատ էլ հարց, եթե կարելի է, դե ոլորտը իսկապես լիքն է նոր մասնագետներով, բոլորս սովորում ենք, արդյոք ոլորտում գործը կբավարարի բոլորիս։ Այսինքն շատ են սովորում ու դու մտածում ես կարա լինի խնդիր։ Այո։ Ահա, նայ, պատասխանը։ Երբեք դաշած քարը գետնին չի մնում, չէ՞, տենց մի հատ խոսք կա։ Տես Անգելինա ջան, եթե այսօր օրինակ նայես ոլորտում օրինակ սովորածներին, չգիտեմ, օրինակ 100 հոգու առանձնացնես կամ 1000, 800 կամ 900-ը սովորել են օրինակ 6 ամիս։ Գիտես, ժամանակները փոխվում են ու պետք է իրան ոնց որ զուգահեռ քայլել, էլի տարիներ առաջ 4-5 ամսվա դասընթացը օրինակ հերիք էր, հետո դառավ 6-7, մի խոսքով պլյուս-մինուս ինչ որ կես տարվա դասընթացի մասներ խոսքը։ Հիմա եթե նայենք գործատուի պահանջներով, պլյուս-մինուս կես տարվա դասընթացը չի բավարարում իրենց։ Նայ, իրոք
լավ մասնագետն ու լավ սովորածը, շատ գիտելիք ունեցողը չի կարա կորի։ Ու շատ կարևոր մի բան, որը նաև խորհուրդ բոլորին, այն մարդիկ, ովքեր ավարտում են, դե ենթադրենք մի տարի սովորեց, տարի ու կես, 2 տարի, մի խոսքով սովորեց, ինչ որ մի օր ավարտեց, չէ՞։ Այդտեղ սկսվում է իր կյանքին ամենակարևոր փուլերից մեկը այս մասնագիտական հարցով։ Պետք է ինքը շարժվի առաջ, որովհետև իրան տանում էր առաջ այդ ուսումնական կենտրոնը, այդ դասախոսը, բայց հիմա ինքը այսպես ասած մենակ է, ճիշտ է, օրինակ կոնկրետ մեր մասով մենք մենակ չենք թողնում մեր ուսանողներին, բայց այս գլոբալ ընդհանուր եմ ասում։ Մարդը մնում է մենակ ու պետք է շարունակի էլի բաներ սովորելը։ Ենթադրենք տարի ու կես, 2 տարի սովորած ինքը արդեն ունի բավական հիմք ու կարա իրանով օրինակ ինչ-որ բան էլ փորձի սովորի, ինչ-որ բան, որ այդ CV-ն լցվի, էլի ինքը բան ավելացնի։ Չստացվի օրինակ որ ինքը արդեն ուղարկում է այսքան գիտելիքով CV, անցնում է 3 ամիս, 4 ամիս, էլի նույն CV-ն ուղարկում, անցնում է կես տարի ենթադրենք, հա։ Ամեն դեպքում այդ լուրջ հիմքը ստանալուց հետո մարդը պիտի մի փոքր արդեն իր վրա վերցնի պատասխանատվությունը ու քայլի առաջ։ Մենք բուհերում ենք սովորում, մենք մասնավոր ուսումնական կենտրոններում ենք սովորում։ Ամեն դեպքում կյանքի բոլոր հարցերում, նույնիսկ կրթությունից է մի պահ մի կողմ, ամեն ինչի պատասխանատուն մենք ենք մեր կյանքում։ Ու պիտի այդ ուսում նախ մի քիչ երկար սովորեն եւ ուսումից հետո այդ պատասխանատվությունը վերցնեն իրանց վրա, որ պիտի էլի շարժվեն առաջ, արդեն իրանցով։ Դե կլինի դասախոսի հետ կապ պահելով, այդ ընկերական օգնելը, այդ չի հարցը, բայց մարդը իրանով պիտի շարունակի քայլել առաջ։ Հավատա, այդ մարդը կյանքում չի կորի։ Այսպես։ Շնորհակալ եմ։ Անգելինա ջան, առաջարկում եմ մի հատ հետաքրքիր խաղ խաղանք, ինտելեկտուալ։ Ինքը շատ հետաքրքիր է, շատ եմ սիրում այդ խաղը, Ideon-ն է, երևի լսել ես իր մասին, ամեն դեպքում 2 բառով մանրամասն, բառեր ենք ընտրում, պատահական ու ըստ այդ բառերի պրոյեկտ ենք գեներացնում, sense ասած, ստարտափ ոնց որ միտք։ Հիմա ես քեզ արի մտածեմ ինչ բառ եմ ասում, փորձելու եմ տարբեր բառեր ասեմ, ըստ դրա հասկանանք ինչ կարանք գեներացնենք, ինչ կարանք ստանանք, բայց փորձի դու անես այդ ամեն ինչը։ Օրինակ առաջի բառը թող լինի բժիշկ, երկրորդ բառը թող լինի քարտեզ։ Բժիշկ, քարտեզ։ Լավ։ Հələ մտածի, ինչ կարելի է ստանալ, ինչ հետաքրքիր պրոյեկտ կարա լինի։ Նաև նենց բաները փորձի մտածես, որը չկա։ Ու քարտեզի հետ կապված արդեն ամեն ինչ կա։ Բայց բժիշկ Դե մենք ծրագրավորման մասով պիտի մտածենք, ինչ-որ վեբսայթ կամ ինչ-որ application, ինչ-որ կոնկրետ։ Եկեք քարտեզի ինչ-որ application սարքենք։ Բժիշկ։ Որտեղ կարանք օրինակ հիվանդանոցները գտնենք, կարան բժիշկներն էլ գրանցվեն այնտեղ, այսինքն ոչ թե լինի բուժ հաստատություններ, այլ հենց անհատ բժիշկներ կարանք փորձենք ներգրավենք։ Արի հենց փորձեմ այդ ամբողջացնել ես ասած, այսինքն դու առաջարկում ես լինի այդ application, որտեղ գրանցված կլինեն թե բուժ հաստատություններ, թե անհատ բժիշկներ տարբեր երևի ոնց որ սֆերաների, չէ, ոնց որ մեկը, ու օրինակ մտնես, տենաս որտեղ ինչ բժիշկ, անհատ բժիշկ ու որտեղ ինչ օրինակ ինչ որ բուժ հաստատություն կա։ Կարանք։ Հա։ Հա, օրինակ թեկուզ տուրիստների համար կամ մեր համար էլ մենք հով ամեն ինչ գիտենք, հա։ Մարդը մեզնապ։ Հասկացա։ Այդ դեպքում sense մի բան, օրինակ եթե մի ընդհանրենք մենք կենտրոնում ենք գտնվում, մտնում ենք այդ application-ը, մեզ տալիս է բժիշկ, ով որ, չգիտեմ, ասենք Արարատ քաղաքում ապրում ընդհանրենք։ Օրինակ այդ մեզ չի խանգարի, ավելի լավ չի ինչ որ շարավիղով աշխատի։ Հա, ընդհանրենք ես հիմա ստեղ եմ, օրինակ 5 կիլոմետր շարավիղով ինքը առաջարկի, ինչ կա իմ շուրջը, կամ 1 կիլոմետր։ Ասեմ ավելին կարա նույնիսկ ընտրովի լինի։ Այդ է ուզում ասեմ, կարանք մենք նշենք, ուզում ենք կենտրոնում, թե հիմա ստեղ եմ, բայց գնում եմ մասիվ, կարող է ինձ մասիվում է պետք։ Այո։
Հա, այդ էլ կարող լինի։ Ես գիտես ասում եի, որ մենք շարավիղը ընտրենք կիլոմետրերի։ Հա, կամ թեկուզ։ Կամ տենց, ունեք ես հիմա ստեղ եմ, ինքը այս շարավիղով մինչև 3 կիլոմետր կամ 10 կիլոմետր, կամ քո ասածն լավ միտք է։ Ասենք, ընտրես կոնկրետ նոր, ընտրես կենտրոն, չէ՞, ինչ որ արավ ֆիլտրերով լինի, բոլորն էլ լինեն։ Շատ լավ միտք է։ Անկեղծ շատ լավ միտք է։ Ես առաջարկում եմ, ովքեր նայեցին, ու եթե ունեն այլ մտքեր, օրինակ բժիշկ ու քարտեզ բառերով, որ կարելի է պրոյեկտ հետաքրքիր միտք գեներացնել, ստանալ հետաքրքիր պրոյեկտ, կարող եք կոմենտում գրել ձեր կարծիքները, ձեր մտքերը, թե ինչ կարելի է ստանալ։ Անգելինա ջան, քեզ էլ շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Հուսով եմ մենք դեռ շատ երկար կքայլենք իրար հետ մեր IT ճանապարհով ու իմացի մենք ու կողքնենք full-learning-ի դռները միշտ բաց են քո առաջ։ Շնորհակալ եմ թե ձեր ցուցաբերած վերաբերմունքի համար, թե այսօրվա զրույցի համար, շատ հաճելի էր։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։